Մազերի փոխպատվաստման մասնագիտացված կենտրոն։ Հայ-ամերիկյան ռազմական օրակարգը տեղից շարժվում է Ֆրանսիայից և Հնդկաստանից հետո հայկական աչքը ՆԱՏՕ-ի ամենահզոր բանակի վրա է։ Դիվանագիտական սկանդալ և դեմարշ նահանգների դեմ պետքարտուղար Բլինքենին Անկարայում մերժել են թուրքական ձևով։ Արցախի վերածննդի հրապարակում տեղի կունենա Ալիևի զորահանդեսը, գիշատիչների խրախճանք Ամայի Ստեփանակերտում։ Աշխատավարձ պահանջող արցախցի պատգամավորը հիմա էլ պնդում է, թե ԱԺ-ն գործելու է անկախ ամեն ինչից։ Հայաստանը հայտարարում է, դա ազգային անվտանգության հարց է։ Ջիրայսե Ֆիլյանը հարցաքննվել է աբեկչության գործի շրջանակներում, ինչ կապ ունի ԱԺԲ-ն հյուսիսային տերևաթափ օպերացիայի հետ։ Շարունակում ենք իրադարձությունների զարգացմանը հետևել առաջին լրատվականի ուղիղ եթերում ես Վալոդիա Մուշեղյանն եմ, մենք ամփոփելու ենք կարևոր զարգացումները, անդրադառնալու ենք ամենատարբեր դիտանկյուններից։ Ես նշեմ, որ Երևանի ժամանակով այս պահին 11:35 է և սկսում ենք մեր այս թողարկումը։ Անցնող իրադարձություններից ամենաուշագրավը թերևս հայ-ամերիկյան ռազմական համագործակցության անոնսի տպավորություն թողնող այն իրողությունն էր, որ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Միացյալ Նահանգների եվրոպական հրամանատարության հրավերով այցելել է Շտուտգարտում տեղակայված Միացյալ Նահանգների եվրոպական հրամանատարության կենտրոնակայան։ Տեղի է ունեցել հանդիպում Միացյալ Նահանգների եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ գեներալ լեյտենանտ Սթիվեն Բաշամի հետ։ Կարճ այն մասին, թե ինչ է Իրանից ներկայացնում Միացյալ Նահանգների եվրոպական հրամանատարությունը։ Այն Միացյալ Նահանգների բանակի մարտական հրամանատարություններից մեկն է, որի կենտրոնակայանը գտնվում է Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում։ Այն կենտրոնացած է 51 երկրի և տարածքների վրա, ներառյալ նաև Եվրոպան, Կովկասը, Ռուսաստանը։ Պաշտոնական տեղեկությունն այն մասին էր, որ Էդվարդ Ասերյանը ներկայացրել է Հայաստանի զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ և դրանց ընթացքում նահանգներից ակնկալվող աջակցությունը։ Սթիվեն Բաշամը հայտնել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը համագործակցության ընթացիկ ծրագրերին աջակցությունը շարունակելու, նաև նախաձեռնելու համագործակցության նոր ուղղություններ հետևյալ շատ կարևոր ոլորտներում։ Զինված ուժերի պրոֆեսիոնալացում, պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ամրապնդում, ղեկավարման համակարգի արդիականացում, խաղապահություն, ռազմական բժշկություն, ռազմական կրթություն և մարտական պատրաստություն, վարժանքներ և այլն։ Իդեպ սա Հայաստանի գլխավոր շտաբի պետի առաջին այցը չէ Գերմանիա։ Այս տարվա հունիսի 22-ին Եվրոպայում Միացյալ Նահանգների ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Դերիլ Ուիլյամսի հրավերով Ասերյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել էր Գերմանիա, մասնակցելու եվրոպական բանակների ամենամյա համաժողովին։ Հենց այդ հանդիպումից մի քանի ամիս անց Հայաստանում անցկացվեց Արծիվ գործընկեր 2023 հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, որի նպատակն էր բարձրացնել միջազգային խաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցության մակարդակը խաղապահ գործողությունների շրջանակում։ Վերադառնալով Ասերյանի և Սթիվեն Բաշամի հանդիպմանը ուշագրավ է ձևակերպումը, որ Պենտագոնը պատրաստակամություն է հայտնում աշխատել Հայաստանի հետ մեր զինված ուժերի պրոֆեսիոնալացման ուղղությամբ։ Սա մի շատ կարևոր գործոն է, որի անհրաժեշտությունը հայկական բանակն ունի ոչ պակաս, քան սպառազինությունը։ Եվ պատահական չէ, որ հայկական զինված ուժերի արդիականացման մասին հանձնառություն է ստանձնում նաև ֆրանսիական կողմը։ Ըստ էության մենք գործ ունենք ՆԱՏՕ-ի երկու տեխնոլոգիապես հզոր բանակների հետ, որոնք կարող են իրենց փորձով և գործով օգնել մեր բանակին։ Բացի այդ, հիշենք Civilnet-ին տված հարցազրույցում օրերս Ֆրանսիայի դեսպանը հայտարարում էր, որ հայ-ֆրանսիական համագործակցությունն ուղերձ է ՆԱՏՕ-ի բոլոր երկրներին։ Այս ֆոնին Միացյալ Նահանգների կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը X-ի սոցիալական հարթակում հերթական անգամ ընդգծել է Հայաստանին Միացյալ Նահանգների կողմից անվտանգության և մարդասիրական ոլորտում աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը։ Ալիևի կողմից Հայաստանի հարավի դեմ հնարավոր հարձակումները պահանջում են Միացյալ Նահանգների կողմից գործողություն գրել է կոնգրեսականը։
Մենք շարունակում ենք աշխատանքը առաջին լրատվականի ուղիղ եթերում, հասկանալու համար, թե ինչպիսի ներուժ հնարավորություն կա այս պահին հայ-ամերիկյան ռազմական համագործակցության թեմայի շուրջ տեսակապով զրուցել եմ իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Հյուանիսյանի հետ։ Դանիել, ողջույն, դու կապի մեջ ես, լսում ես։ Ողջույն։ Այո, ողջույն։ Դանիել, հասկանանք, հաշվի առնելով գլխավոր շտաբի պետ Հասարյանի այցը, հանդիպումները եւ այն կարևոր թեման հայ-ամերիկյան ռազմական համագործակցության, որը քննարկվել է, դուք այս ֆոնին ինչպիսի ներուժ եք տեսնում, նաեւ եթե հաշվի առնենք, որ Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության ֆոնին, երբ որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հայտարարեց, թե այն պետք է ազդակ եւ ուղերձ լինի ՆԱՏՕ անդամ բոլոր երկրներին, արդյոք սա այդ հայտարարության շարունակությունն է։ Գիտեք, ընդհանուր առմամբ սա Հայաստանի մեծ հաշվով գլոբալ առումով անկախացման process-ն է, երբ որ Հայաստանը ֆիզիկական անվտանգության ապահովման գործում հույսը չի դնում միայն մի պետության վրա, այն է Ռուսաստանը, այլ փորձում է ավելի դիվերսիֆիկացնել։ Եվ սա շատ կարևոր է, եւ նաեւ սա հաշվի առնելով, որ Հայաստանը ֆորմալ առումով արևմուտքի թշնամի հանդիսացող Ռուսաստանի ռազմական դաշնակիցն է, ֆորմալ առումով, սա բավականին մեծ պրոգրես է, որովհետև ամեն դեպքում ինչքան էլ մենք այստեղ Երևանում չհասկանանք հայ-ռուսական հարաբերությունների խորքային խնդիրները, մենք Ռուսաստանի հետ համագործակցության հազար մի պարտավորություն ունենք եւ նույնիսկ ֆորմալ առումով պարտավոր ենք մեր մոտ եղած ռազմական տեխնիկան, այդ թվում ուրիշ երկրներից, օրինակ Ֆրանսիայից ստացած տեխնոլոգիաներով կիսվել Ռուսաստանի հետ։ Բնականաբար Հայաստանը իր այդ ֆորմալ պարտականությունը չի կատարում տեխնոլոգիաները Ռուսաստանի հետ կիսվելու, բայց այդ բոլոր ֆորմալ պարտականությունները, որոնք որ կան, բավականին խոչընդոտող են, բայց դրանց ֆոնին այս համագործակցությունը իրականում շատ կարևոր է։ Մեծ հաշվով ինձ թվում է Հայաստանը պետք է հասնի նրան, որ դադարեցնի իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ինչով հնարավորություն կստեղծի դառնալու Ամերիկայի, ես հիմա ճշգրիտ անվանումը չեմ հիշի հայերեն, ոչ ՆԱՏՕ անդամ դաշնակից պետություն, հա? Ինչպես օրինակ Իսրայելի հետ համագործակցության կարգավիճակն է։ Իսրայել, Հարավային Կորեա, շատ են նման երկրները, հա, Ֆինլանդիան միջև ՆԱՏՕ-ի անդամ դառնալը, այսինքն Հայաստանը առաջինը չի լինելու մեղմ ասած։ Սա շատ կարևոր ուղղություն է, բայց սրա համար պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Առհասարակ ռազմատեխնիկական հարաբերությունները խորացնելու համար պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, որովհետև որովհետև ինչքան էլ որ մենք չխոսանք, որ հայ-ռուսական հարաբերությունները խնդրահարույց են, եւ ինչքան էլ որ Երևանից մեր համար պարզ չլինի, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններ գոյություն չունեն, միևնույնն է, այդ ամեն ինչը շատ կարճաժամկետ է, հա, հիմա այս իշխանությունները չունեն, կարող է վաղը միսօր ընտրություններով ուրիշ իշխանություններ կան, որոնք դաշնակից կլինեն Ռուսաստանի հետ, եւ ինչ, եւ արևմուտքից տրամադրված ռազմական տեխնիկան, տեխնոլոգիաները եւ գիտելիքները կարող է Ռուսաստանին տրվեն, հա, այս մեծ մտահոգությունը Մեր կապը ցավոք այս պահին վերականգնվեց, Դանիել, այո։ Եվ շատ կարևոր է ՀԱՊԿ-ից դուրս գալով արևմուտքի այս մտահոգությունները փարատել, ասել, որ ոչ ՀԱՊԿ-ի հետ կամ Ռուսաստանի հետ մեր խնդիրները բացարձակապես պայմանավորված չեն այսօրվա օրով եւ դա կարճաժամկետ լարում չի դաշնակցային հարաբերություններում, այլ դա իրապես պետությունների եւ ոչ թե իշխանությունների ու անձանց, այլ պետությունների միջև դաշնակցային հարաբերությունների ավարտ է։
Դանիել, պարզապես իրավիճակը գործող իշխանությունները այնպես են մեկնաբանում, որ օրինակ Արևմուտքը նման հստակ պահանջ չի դրել հապկից դուրս գալու եւ դրա վառ ապացույցը մեջբերում են հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրի ստորագրումը եւ նաեւ դուք կհիշեք Արարատ Միրզոյանը Կատրին Կոլոնայի հետ ասուլիսում Հայաստանում հայտարարեց, որ նման խնդիր մեր գործընկերները մեր առջև չեն դնում, հա, դուրս գալ այլ ռազմաքաղաքական կառույցից եւ այլն։ Այստեղ ընկալումները ինչպիսին են, հա, ինչու է իշխանությունը փորձում նման մոտեցմամբ իրավիճակը մեկնաբանել, եթե նաև շատ փորձագետներ, նաև արևմտյան փորձագետներ պնդում են, որ այն մեսիջները, որը հղում է Արևմուտք Հայաստանին, հենց այդ կոնտեքստում է, որ պետք է լքել այն ռազմաքաղաքական ալյանսը, որը հակընդդեմ է իրենց։ Գիտեք, մեծ հաշվով ինչու Արևմուտքը ուղիղ չի հորդորում մեզ դուրս գալ հապկից։ Որովհետև իրենք վախում են, որ դա կարող է հանգեցնի ինչ-որ խնդիրների Հայաստանում եւ դա դառնա խնդիրներ իրանց համար, հա։ Այսինքն եւ դրա համար մեծ հաշվով, երբ որ Հայաստանի իշխանությունները նաեւ կարծիք են հարցում դրա հետ կապված, Արևմուտքից չեն ասում, հա, դուրս եկեք, որտեղ ասում են դա դուրս գաք լիքը խնդիրներ եք ունենալու, գալու եք մեզ ասեք փրկեք մեզ։ Եվ այս ռիսկը կա։ Բայց ներողություն մնալով հապկում որն է Հայաստանի հեռանկարը։ Արևմուտքի մոտեցումները, արևմուտքի շահերը հասկանալ, դա մեծ հաշվով գիտեք մի բան կա, էլի։ Արևմուտքը ինքը չի ասում, եկեք ես ձեզ լավություն անեմ։ Շատ արևմուտքում շատերի են կալմամ, արևմուտքը դա բարիք է, չէ, ինչի մեջ ճշմարտություն կա։ Եվ բարիքը դու պետք է գնաս խնդրես, ասես բերի ես ինչ բան անեմ, որ ես բարիքից օգտվեմ։ Դանիել հնարավոր չի լինում, հակառակը չի լինում, սա շատ կարևոր է, բայց միաժամանակ այո, արևմուտքը նաև չի ուզում շատ ստրեսային վիճակներ ստեղծել Հայաստանում եւ դրանով պայմանավորված իրոք արևմուտքը Հայաստանին չի հորդորում դուրս գալ հապկից, դա ճիշտ է, Արարատ Միրզոյանը չի շփվում։ Արարատ Միրզոյանը ճիշտ է ասում, բայց Արարատ Միրզոյանը չի խոսում նրանից, որ եթե մենք ուզում ենք արմատապես երկարաժամկետ ինչ-որ բան փոխենք, մենք պիտի դա անենք։ Մենք կարծես թե քայլեր անում ենք, Դանիել։ Արևմուտքը Ուկրաինային չէր ասում պայքարեք։ Արևմուտքը Զելենսկուն ասում էր, Զելենսկի, արի մենք քեզ փրկենք։ Արի քեզ արագ Կիևից էվակուացնենք։ Չէր ասում Արևմուտքը Ուկրաինային պայքարեք, բայց Ուկրաինան նախընտրեց պայքարել եւ Արևմուտքը աջակցեց։ Եվ Դանիել այդ ուղղությունների, գործողությունների հետ կապված Հայաստանը կարծես թե այդ ճանապարհով է գնում, այս պահին քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցելու այսօր Մոսկվայում կայանալիք անկախ պետությունների համագործակցության պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպանը, սա կարծես թե շատ ուշագրավ է, եթե հաշվի առնենք վերջին շրջանում Հայաստանի վարքագիծը այս ուղղությամբ աշխատանքներում բավական պասիվ եւ ռուսական այդ թվում լրատվամիջոցները 10 գործակալությունը գրում էր, թե Հայաստանը հարաբերական դադար է վերցրել հայ-ռուսական այս համագործակցության հարթակներում։ Դե սերցան հապկում մեր անդամակցությունը սառեցրած է, փաստացի։ Փաստացի անդամակցությունը սառեցրած է, փաստացի մենք հապկում եւ մի շարք ֆորմատներում այստեղ կներեք դուստերս մի քիչ բողոքում է, հապկում եւ մի շարք ֆորմատներում դժգոհություն կա որոշակի, նաեւ Հայաստանի հետ մոտեցումից եւ սա ինչ որ առումով փոխադարձ է, բայց պետք է հաշվի առնենք, որ դա բավարար չէ, որովհետեւ նորից արևմուտքը ունի այն մտավախությունը, որ կարող է, օքեյ, այսօր լարում կա հարաբերություններում, բայց այդ լարումը ինքնին չի նշանակում, որ Հայաստանին մատակարարված դենքը երբեք կամ այդ տեխնոլոգիաները կամ տրամադրված գիտելիքի հմտությունը երբեք չի հայտնվի ռուսների ձեռքում, հա? Դե այսօր լարում կա, այսօր չեն գնում հապկ ֆորմատներով հանդիպման, վաղը կարող է գնան։ Այս իշխանությունը չի գնում, ուրիշը կարող է գնա։ Կես ժամվա գործընկերներից մեկ այդ բառը վերջերս օգտագործեց, այս սառեցումները ավարտելը եւ վերադառնալը հին հարաբերություններին, որտեղ Հայաստանը Ռուսաստանի ենթական էր, կես ժամվա բան է։
Հա, արևմուտքը չի ուզում տեխնոլոգիաներ, գիտելիքներ եւ ռազմատեխնիկա տրամադրի մի երկրի, որը կարող է կես ժամ դառնալ Ռուսաստանի դաշնակիցը։ Եվ դրա համար պետք են ավելի խորքային, ավելի լուրջ հիմքեր ցույց տալու համար, որ դա տեղի չի ունենա։ Եվ դրա հիմնական բանը հապկից դուրս գալն է։ Շնորհակալ եմ Դանիել այս հնարավորության մեզ հետ կապ հաստատելու համար։ Ես նաև մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, լսեցինք իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Յոհաննիսյանին եւ շարունակում ենք մեր աշխատանքը։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենին Անկարայի օդանավակայանում ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի դիմավորել։ Այցի նախօրեին Թուրքիայում կազմակերպվել են զանգվածային ցույցեր, ցուցապաստառներից մեկը Բլինքեն դու մանկասպան ես գրությամբ էր։ Մամուլը ուշադրություն է դարձրել տեսագրությանը, որտեղ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը պարզորոշ խուսափում է Բլինքենի հետ գրկախառնությունից եւ բավարարվում արողակարգային ձեռքսեղմումով։ Ֆիդան Բլինքեն բանակցությունները նախ դեմ առ դեմ, ապա պատվիրակությունների կազմով տևել են 2.5 ժամ։ Բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիս չի կազմակերպվել, առանձնակի հետաքրքրության տեղիք է տվել Հական Բլինքեն դեմ առ դեմ բանակցություններից լուսանկար, որտեղ սեղանին թուրքական հատվածում նկատվել են Երուսաղեմի Ալ-Ակսա մզկիթի մանրակերտը, կիսալուսնի խորհրդանշանով հանդերձ։ Բանակցություններից հետո Էնթոնի Բլինքենի միակ հայտարարությունը, որ փոխանցել են թուրքական լրատվամիջոցները Գազայի հատվածում պահվող պատանդների մասին է։ Պետքարտուղարն ասել է, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները պետք է աջակցեն նրանց ազատ արձակմանը։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Բլինքենի այցից առաջ հաղորդվում էր, որ պետքարտուղարը ըստ ամենայնի Անկարայում կփորձի ապահովել Իսրայելի հանդեպ Թուրքիայի առավել զսպված դիրքորոշում, ինչը փաստում են նաև միջազգային լրատվամիջոցները չի հաջողվել Բլինքենին։ Օրինակ Sky News-ի միջազգային հարաբերությունների խմբագիր Դոմինիկ Վաքորնը գրում է, որ Բլինքենի առջև 3 խնդիր էր դրված եւ դրանցից ոչ մեկը հարթ չի անցել։ Առաջին հերթին նրա խոսքով անհրաժեշտ էր Իսրայելին համոզել, որ թույլ տա պատերազմում դադար վերցնել, որպեսզի ավելի շատ օգնություն տրամադրվի եւ պատանները դուրս բերվեն։ Այս հարցում նրանք գոնե առայժմ մերժել են, ընդգծում է սյունակագիրը։ Երկրորդը, համոզել արաբական երկրներին մտածել Իսրայելի եւ Համասի միջև հակամարտությունը դադարեցնելու երկարաժամկետ լուծումների մասին։ Դուք կատակում եք, ասել են նրան ընդունած արաբական երկրների ղեկավարները, հիմա իսկապես ժամանակը չէ, Գազան ավերակների է վերածվում, նշում է Sky News-ի սյունակագիրը։ Երրորդ, նրա առաքելությունը կասեցնել հակամարտության տարածումը, գրում է քաղաքական վերլուծաբանը։ Միևնույն ժամանակ Իսրայելի կողմից Գազայի հատվածի աննախադեպ ոչնչացումը սրում է աշխարհաքաղաքական խզվածքները տարածաշրջանում, ինչը ավելի ու ավելի հավանական է դարձնում բռնության բռնկումը, գրում է Վաքորնը։ Աշխարհաքաղաքական օրակարգի առանցքային հարցերի շարքում է նաև Սևծովյան ավազանի ռազմաքաղաքական ստատուս քվոյի հարցը, որը էապես շահկապված է Կովկասի ռեգիոնի ստատուս քվոյին։ Ադրբեջանի արտգործնախարարն էլ այս օրերին Ռումինիայում է, որտեղ բանակցում է ռումինացի գործընկերոջ հետ։ Ռումինիան ևս Սևծովի ավազանի պետություն է։ ՆԱՏՕ անդամ երկիր, որը նաև Ուկրաինային եւ Մոլդովային սահմանակից երկիր է։ Իսկ ուկրաինական պատերազմն ու Մոլդովայի մերձդնեստերյան կոնֆլիկտը էական գործոններ են Սևծովյան ավազանի ռազմաքաղաքականությունը ձևավորելու հարցում։ Ադրբեջանն այստեղ անկասկած ըստ որոշ փորձագետների լինելու է Թուրքիայի քաղաքականության կցորդը, եւ ահա գլխավոր հարցն այն է, թե ինչպիսին է լինելու Թուրքիայի քաղաքականությունը։ Այս հարցում մեզ կօգնի թուրքագետ Նելի Մինասյանը։ Տիկին Մինասյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեզ միանալու այս հնարավորության համար, լսում եք ինձ։ Բարև ձեզ, լսում եմ, շնորհակալ եմ։ Նախ հետաքրքիր է Սևծովյան ավազանի ռազմաքաղաքական ստատուս քվոյի հարցը օրակարգում ըստ ձեզ ինչ կարևորություն ունի, եթե հաշվի առնենք զարգացումները ամբողջ աշխարհում եւ այն որքանով է շահկապված Կովկասի ռեգիոնի ստատուս քվոյի հետ։ Սևծովյան ավազանը միշտ էլ Թուրքիայի համար ունեցել է շատ կարևոր նշանակություն, երբ որ մենք նայում ենք այդ պետության ազգային անվտանգային ռազմավարությունները, այնտեղ միշտ էլ հատուկ տեղ է հատկացված Սևծովյան ուրեմն տարածաշրջանին, ավազանին ավելի շուտ, եւ նաեւ նշենք, որ ըստ էության դա Թուրքիայի համար ոչ միայն աշխարհաքաղաքականության
ուրեմն հետ է կապված, նաև բուն Թուրքիայի անվտանգության հետ է կապված, այստեղ ես նաև կուզենամ նշել երկու ուրեմն Սևծովյան նեղուցների դերը, Բոսֆորի եւ Դարդանելի, որոնց հետ կապված այսպես ստատուսը կարգավորվեց Մոնտրեոյի ուրեմն պայմանագրով դեռևս նախորդ դարի այսպես 30-ական թվականներին, բայց որից այսօր թուրքական կողմը այդքան էլ գոհ չի եւ բնականաբար նրա կարևոր խնդիրներից մեկն է ուրեմն փոխել այդ ստատուս քվոն եւ փոխել նեղուցների նկատմամբ գոյություն ունեցած, այսինքն հաստատված պայմանագրերով ուրեմն պայմանները փորձելով ինքն այստեղ ունենալ ավելի մեծ վերահսկողություն։ Սա առաջին եւ երկրորդ իհարկե եթե դիտարկենք նաեւ Սևծովյան ավազանային համատեքստում, որ Թուրքիան ձգտում է տարածաշրջանային եւ անգամ գլոբալ խաղացող դառնալ եւ նաեւ թուրքական այսպես էլի երկարատև ռազմավարությունները միշտ նրանք փորձել են իրենց ավելի ակտիվ դեր վերապահել Սևծովյան ավազանում հնարավորինս մեծ ազդեցության հասնել այստեղ էլ չասեմ որ անգամ այդպիսի խոսույթ կար դեռևս Օսմանյան կայսրության շրջանից որ Սևծովը վերածվի թուրքական ներքին ծովի իհարկե սա պետք է վերապահումով մոտենալ եւ այս ուրեմն այսօրվա ուրեմն համապատկերում Թուրքիայի գլխավոր ձգտումն է իր ազդեցությունը ավելի մեծացնել Սևծովյան ավազանում։ Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի քաղաքականության այս ավազանի երկրների հետ, դա իսկապես Թուրքիայի քաղաքականության մի մասն է կազմում, բայց դրանով հանդերձ նաև պետք է նշել հետևյալը, որ Ադրբեջանը եւս փորձում է ակտիվ դերակատար լինել առնվազն հարավկովկասյան տարածաշրջանում, այսինքն ձգտում է էության ինչ-որ այսպես ֆունկցիաներ վերցնել իր ձեռքում եւ այս առումով Սևծովը պետք է շատ կարեւոր է, մանավանդ որ այստեղ նրանք մի խոշոր ծրագիր են առաջ քաշում, խոսքը էներգետիկայի տեղափոխման մասին է, որը որ պետք է անցնի Սևծովով։ Այստեղ շատ կարևոր է, որ կարծես թե իրադարձությունների զարգացումը բավական մեծ առումով ուժգնացնելու է ճնշումը նաև Վրաստանի ուղղությամբ, ինչի մասին տարբեր փորձագետներ են Տիկին Մինասյան խոսում, իսկ դա էլ իր երթին ենթադրելու է նաև Հարավային Կովկասի վրա, նաև Հայաստանի վրա ճնշում, թեպետ Հայաստանը որպես այդպիսին Սևծովյան այս ստատուս քվոյի որևէ առումով մասնակից չէ, որևէ առումով չունի ներգրավվածություն եւ այլն։ Այս առումով զարգացումները ինչպես կարող են ազդել մեր տարածաշրջանում այս կոնֆլիկտային իրավիճակի վրա։ Նախ տեսեք Հայաստանի տեսանկյունից նշեմ, որ Հայաստանը ըստ էության ուղղակի չի մասնակցում գործընթացներին, որովհետև Սևծովյան ավազանի երկիր չի, բայց անուղղակի եւ բավականին մեծ չափով կապված է Սևծովյան ավազանի հետ, որտեղ տեսեք Հայաստանը արտաքին աշխարհի հետ կապվելու կարևոր այսպես ուղիներից է հենց նույն Սևծովյան ավազանը նկատում եմ հենց վրացական նավահանգիստները։ Սա առաջին, երկրորդ Հայաստանի դերը հյուսիս-հարավ այս խոշոր նախագծում կարևոր է, այսինքն դրա մի հատվածը, որը անցնելու է Հայաստանի տարածքով եւ հետագայում նախատեսում է անցնել Վրաստանի տարածքով արդեն Սևծովի ավազան եւ այնուհետեւ շարունակությունը դեպի Եվրոպա։ Այսինքն տեսեք, այս առումով սա արդեն ռազմավարական նախագիծ է եւ Հայաստանը բնականաբար արդեն ուղղակի ներգրավվածություն կունենա այդ ռազմավարական ուրեմն նախագծում եւ հետեւաբար դրա շուրջ ընթացող բոլոր գործընթացների մասնակից կդառնա։ Իսկ ինչ վերաբերում է Վրաստանին, նախ նշեմ, որ նախորդ տասնամյակներին ուրեմն թուրք-ադրբեջանական այսպես համատեղ քաղաքականության արդյունքում, երբ որ մեր տարածաշրջանում ստեղծվում էին ռազմավարական նախագծեր, մասնավորապես խոսքը նավթամուղի եւ գազամուղի մասին է, այստեղ Բաքու-Թբիլիսի Ջերիհան նավթամուղի եւ Բաքու-Թբիլիսի ուրեմն Էրզրում գազամուղի մասին է խոսքը, ինչպես նաեւ երկաթուղու, ուրեմն այս բոլոր խոշոր ծրագրերը ըստ էության շրջանցեցին Հայաստանը եւ շահառուն դարձավ Վրաստանը։ Սա մի կողմից բարձրացրեց իհարկե Վրաստանի ազդեցությունը տարածաշրջանում, բայց մյուս կողմից ավելի այսպես մերձեցրեց նրան Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Եվ
բնականաբար Վրաստանը ինքը ձգտում է ընդլայնել կամ ավելի ճիշտ ամրապնդել ռազմավարական ավելի շուտ համագործակցությունը այս երկու երկրների հետ ինչ որ միտեղ այլընտրանք չունենալով, հա, եւ դրանով փորձելով իր դերը նաեւ հարավկովկասյան տարածաշրջանում, նաեւ Սևծովյան տարածաշրջանում ուրեմն ամրապնդել։ Անշուշտ այս բոլորի համատեքստում, եթե մենք նայում ենք թե հյուսիս-հարավը եւ թե հետագայից բոլոր ծրագրերը, բնականաբար Վրաստանի նկատմամբ ոչ միայն հետաքրքրություն, այլ նաեւ ճնշումները կշատանան եւ պետք է նշեմ, որ ըստ էության Վրաստանի վրա ճնշում գործադրելու գործիք ունի նաև Թուրքիան, թեկուզ հենց իդեմս այս նախագծերի։ Տիկին Մինասյան, ես խոսեցի մի փոքր Ադրբեջանի արտգործնախարարի Ռումինիա կատարած այցի մասին։ Տեղավորվում է այն թեմայի շրջանակներում եւ այն շահերի շրջանակներում, որի մասին դուք խոսեցիք։ Ես կարծում եմ, այո, տեղավորվում է, որտեղ ես արդեն նշեցի, որ Ադրբեջանը նախաձեռնել է խոշոր նախագիծ, դա էլեկտրաէներգիայի, այսպես մատակարարումն է Եվրոպա, դա նավթից ու գազից հետո ըստ էության ամենախոշոր ուրեմն ծրագրերից մեկը կհանդիսանա եւ նախատեսվում է, որ այդ մատակարարումը պետք է իրականացվի Սևծովով, Սևծովի հատակով պետք է անցկացվեն այդ ուրեմն մալուխները եւ բնականաբար ուրեմն Ադրբեջանի քաղաքականությունը Եվրոպայի հետ դրվում է էլ ավելի այսպես պրագմատիկ հիմքերի վրա, էլ ավելի ռազմավարական ուրեմն նշանակության ծրագրերի հետ կապված։ Մերձավոր Արևելյան ռեգիոնում պայթյունը եւ դրա տարածման ռիսկերն ու վտանգները շարունակում են մնալ, Տիկին Մինասյան, այս առումով ես ուզում եմ մի փոքր էլ անդրադառնանք Բլինքենի այցին, նա եղավ նաեւ Անկարայում, որտեղ բավական ցուցադրական ժեստերով թուրքական կողմը իր դիրքորոշումը հայտնեց նախ օդանավակայանում նրան բարձրաստիճան որևէ ընդունելության չարժանացրին, այնուհետև կադրեր կան, կրկախառնություն տեղի չունեցավ եւ այլն եւ այլն։ Այս ֆոնին արևմտյան ԶԼՄ-ները այդ այցը Բլինքենի ձախողված էր համարում։ Դուք ինչ տպավորություն ստացաք այդ այցից ընդհանրապես։ Նախ ես փորձեմ քննարկել այցը ընդհանուր մերձավոր արևելյան իրադարձությունների համապատկերում եւ Միացյալ Նահանգների դերի ուրեմն հետ կապված։ Ուրեմն բնականաբար մերձավոր արևելքում տիրող այս իրավիճակը Իսրայել-Պաղեստին ուրեմն այս պատերազմը մեծ հավանականություն ունի վերածվելու ավելի լայն պատերազմի եւ թերևս դրան է միտված այն, որ Միացյալ Նահանգները փորձում է թույլ չտալ այդ ընդլայնումը եւ նաեւ թույլ չտալ դրան ներգրավվածությունը նաեւ այլ ուրեմն երկրների եւ նաեւ ուժերի։ Սա առաջին եւ դրա այդ նպատակով է, որ ամերիկյան ուրեմն ռազմանավերը տեղակայված են ըստ էության տարածաշրջանի ջրերում եւ այս առումով Միացյալ Նահանգները անգամ բացայտ հայտարարել է, որ ինքը այսինքն կոչ է անում, որպեսզի ուրեմն երրորդ երկիր չմիջամտի այդ իրադարձություններին։ Եվ հետաքրքիր է, որ այս այցի համապատկերում տեղեկություն տարածվեց, որ Բլինքենը նույն Թուրքիայի ղեկավարությանը եւ նաեւ արաբական աշխարհի ղեկավարներին փոխանցել այն հիմնական մեսիջները, որպեսզի նրանք իրենց երթին դա փոխանցեն Իրանին եւ վերջինս զերծ մնան հետագա այսպես իրադարձություններին խառնվելու ծրագրերից կամ մտադրություններից։ Սա առաջին։ Երկրորդը մենք իսկապես տեսանք, որ ամերիկյան ուրեմն պետքարտուղարին այնքան էլ ջերմ չընդունեցին Թուրքիայում, ինչպես որ սովորաբար անում են եւ ինչը որ այսպես բնորոշ է թուրքական ընդունելությանը եւ դիվանագիտությանը։ Նախ նշեմ, որ սա ամենևին չի նշանակում, որ նրանք մերձավոր արևելքում հաշվի չեն նստում Միացյալ Նահանգների շահերի կամ հետաքրքրությունների հետ, որովհետև
որովհետև ըստ էության մերձավոր արևելքում Միացյալ Նահանգները ունի շատ մեծ ազդեցության լծակներ եւ ըստ էության ցանկացած պետության վրա, այդու նաեւ Թուրքիայի վրա ունի այդ լծակները եւ դրանք կարող է գործի դնել։ Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի այս քաղաքականությանը, ապա սա պետք է բացատրել մի քանի այսպես մոտեցումներով։ Նախ նշեմ, որ սա ընդհանրապես արտաքին տեսքներ եւ սրա տակ փնտրել ինստիտուցիոնալ ընդդիմություն իմ կարծիքով շատ վաղ է եւ տեղին չի, որովհետեւ նույն ուրեմն եթե նույն համատեքստում դնենք նաև այն, որ Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ եւ ըստ էության առանց ՆԱՏՕ-ի թուրքական բանակը այսօր էլ անգամ միայնակ չի փորձի որևէ գործողություն ձեռնարկել, թեկուզ հենց նույն մերձավոր արևելքում, արդեն ցույցի չէ, ել չասեմ ռազմաբազաների եւ մնացած ոլորտների համագործակցության մասին։ Սա շատ մասնագետներ առաջին հերթին դնում են Էրդողանի պոպուլիստական քաղաքականության համապատկերին, որի դեպ ասեմ շատ բնորոշ է Էրդողանին եւ նա վերջին տարիների ընթացքում սա առաջին դեպքը չէ, որ նա Միացյալ Նահանգների նկատմամբ նման ինչ-որ արտահայտություններ է կատարում կամ ինչ-որ վերաբերմունք է փորձում այսպես ներկայացնել։ Եւ սա ավելի շատ ուրեմն ուղղված է ներքին լսարանին եւ որովհետեւ թուրքական հասարակության մեջ միշտ էլ հակամերիկյան ուրեմն այսպես տրամադրությունները կան, հատկապես վերջին շրջանում եւ նա սրանով փորձում է ուղղորդել հասարակությանը, որովհետեւ Էրդողանի իշխանությունը առաջիկայում ունի գլխավոր խնդիր, դա իմ ընտրություններում հաղթանակ տանելն է, որը ըստ էության հեշտ գործ չի լինելու նրանց համար։ Սա առաջին, երկրորդը պետք է դիտել իսլամական գործընթացների համապատկերում, որովհետև Էրդողանը հանդիսանում է իսլամիստ, այսինքն իսլամական ուժեր ներկայացուցիչ, նա բազմաթիվ կապեր ունի Համասի հետ, նա կա տեղեկություններ, որ նա հովանավորում է Համասին, անգամ ֆինանսական միջոցների մասին է խոսվում, ճիշտ է նաև այս պատերազմի ֆոնին տեղեկություն տարածվեց, որ նրանք Համասի որոշ առաջնորդների ասել են, որպեսզի նրանք լքեն Թուրքիայի տարածքը, բայց այստեղ շատ վերապահումով պետք է մոտենալ, որովհետև Համասը ունի երկու թև, քաղաքական թև եւ ռազմական թև, եւ հայտնի է, որ քաղաքական թևի շատ հայտնի գործիչներ շարունակում են մնալ Թուրքիայում եւ այնտեղից կոորդինացնում են որոշակի գործողություններ։ Իհարկե Էրդողանը այս ամբողջի համապատկերում փորձում է ստանալ որոշակի ուրեմն պրագմատիկ, օգուտներ եւ նաեւ այստեղ կա եւս մեկ ուրեմն դիրքորոշում, դա ամերիկյան, ավելի ճիշտ ասել դեմոկրատների մեծ մերձավոր արևելք ծրագիրն է, որին դեմ են ըստ էության այս տարածաշրջանի բոլոր պետությունները, այդտեղ նաև Թուրքիան եւ բնականաբար նրանք քայլեր կձեռնարկեն այդ ծրագիրը վերջնականապես վիճեցնելու համար։ Եվ այստեղ նաև կա եւս մեկ շերտ այդ հարաբերությունների 2024 թվականը նաև ընտրությունների տարի է Միացյալ Նահանգների համար եւ այստեղ մենք տեսնում ենք, որ նախկին նախագահ Թրամփն է շատ ակտիվ եւ խոսվում է, որ Թրամփը եւ Էրդողանը այսպես շատ ավելի լավ էին կարողանում որոշ հարցերի շուրջ գալ համաձայնության եւ ըստ էության Էրդողանը կնախընտրի Թրամփին տեսնել նախագահի պաշտոնում եւ ըստ էության սա ուղղված է այդ քայլերն ուղղված են դեմոկրատների դեմ։ Ընդհանուր էլի կրկնեմ, որ Միացյալ Մերձավոր արևելքում ունի ամենատարբեր լծակները եւ Թուրքիայի այս քաղաքականությունը բացի դեմոնստրատիվ այսպես քայլերից չեմ կարծում, որ ինստիտուցիոնալ ինչ-որ խորքային ընդդիմություն կպարունակի մեջ։ Տիկին Մինասյան, իդեպ ձեր ասացի շարունակությունը ես հիշեցի, որ երեք Ֆրանսիան հրապարակել էր մի զեկույց, թե որ երկրներն են Ֆրանսիայի ներքին կյանքին եւ այլին սպառնալիք հանդիսանում եւ այդ երեք երկրներից մեկը նաեւ Թուրքիան էր, այնտեղ նշվում էր, որ իսլամ օգտագործվում է, որպեսզի Ֆրանսիայում այսպես իրավիճակը ապակայունացվի եւ այսօր նաեւ տեղեկություններ հայտնվեցին մամուլում, որ Ֆրանսիան խստացնում
պատրաստնում է, հա, օտարերկրացիների հետ կապված այսպես օրենքը, որը կարող է արտաքսել այն օտարերկրացիներին, որոնք այսպես հատեն կարմիր գծերը Ֆրանսիայի ներքին ըստ էության կանոնադրությունները չպահպանելով, եւ այս ֆոնին Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ կամ Եվրամիություն, Միացյալ Նահանգներ այս հարաբերությունները եւ ընդհանրապես գործակցությունը այսպես ձևակերպենք ընդդեմ Թուրքիայի կա մի հստակ համընդհանուր ռազմավարություն, թե սրանք առանձին պրոցեսներ են։ Նախ Ֆրանսիայի հետ կապված նշեմ, որ Թուրքիայի ուրեմն գործ գայլերը այդ ուլտրանացիոնալիստական կազմակերպությունը իր գործունեությունը հիմնականում տարածում է եվրոպական երկրներում, նրանք բավականին ուժեղ են Հոլանդիայում եւ բավականին ակտիվ են նաեւ Ֆրանսիայում։ Հիշեք երևի 44-օրյա պատերազմի ժամանակ ինչպես էին այդ կազմակերպության ներկայացուցիչները այսպես ակցիաներ կազմակերպում եւ այնտեղ անգամ որոշ իրադարձություններ եղան եւ ֆրանսիական կողմը անգամ օրենքով արգելեց նրանց գործունեությունը։ Այնպես որ սա նոր քաղաքականություն չի եւ գործ գայլերը ուղղակի եւ անուղղակի կերպով օգտագործվում են թուրքական ղեկավարության կողմից Այստեղ չմոռանանք, որ Էրդողանի ուրեմն կուսակցությունը դաշինքի մեջ է ազգայնական շարժում կուսակցության հետ։ Իսկ ազգայնական շարժում կուսակցության ուժը Թուրքիայում եւ ստեյցիան գործ գայլերի կազմակերպությունը եւս նրանց է պատկանում։ Այս կուսակցության այսպես երիտասարդական թևից է ձևավորվել դա։ Եվ տարբեր տեղեկություններով նրանք Եվրոպայում իրականացնում են ամենատարբեր գործողությունները, իհարկե հանցավոր գործողությունների մասն է խոսքը առաջին հերթին, այստեղ ուրեմն քիչ չեն եղել նաև դեպքեր ահաբեկչության, բայց խոսքը թմրանյութերի վաճառքի, տրաֆիքինգի եւ այլ ուրեմն հանցագործությունների մասին։ Այնպես որ սա լրիվ ուրիշ խնդիր է եւ միաժամանակ պետք է նշել, որ բնականաբար կարող է կրկին սրվել այս իրավիճակը եւ սա ուրեմն կարևոր այսպես լծակներից մեկ օգտագործվել ընդդեմ Թուրքիայի, բայց նշեմ, որ սա ամենակարևորներից չի կարծիքով, որտեղ կան ավելի լուրջ լծակներ։ Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի նկատմամբ գործողություններին, նախ նշեմ, որ այս փուլում այսպես կոչված կոլեկտիվ արևմուտքը հիմնականում հանդես է գալիս նույն քաղաքական գծով, որը մենք տեսնում ենք ըստ էության ուրեմն Ուկրաինայի պարագայում եւ բաց Ուկրաինայից նաեւ մի շարք պարագաներում եւ իդեպ ասեմ վերջին շրջանում կրկին դա նկատվում է նույն Իսրայել-Պաղեստին հակամարտությունում տեսեք երբ որ ըստ էության արևմտյան համակարգի բոլոր երկրները Միացյալ Նահանգների գլխավորությամբ աջակցում են Իսրայելին, բայց միաժամանակ կարծես թե այսպես դիրքորոշում է գնում, որ այս գործողությունները պետք է ավարտվեն ի վերջո ուրեմն Պաղեստին պետության ստեղծմամբ ընդ որում արդեն կարծես թե անգամ կոնսենսուս կա, որ 1967 թվականի սահմաններում դա պետք է լինի, իսկ սա նշանակում է, որ Իսրայելը պետք է հետ գնա որոշակի նվաճումներից եւ սա ենթադրում է նաեւ, որ Երուսաղեմի մի մասը պետք է տրվի ուրեմն Պաղեստին։ Այսինքն տեսեք, այսպիսի խնդիր, այսպես կնճռոտ ըստ էության խնդիրներ կան, որի շուրջ արևմուտքը հանդես է գալիս միասնական դիրքորոշում։ Թուրքիայի հետ կապված ես կարծում եմ, եթե դրա անհրաժեշտությունը հասնի, որը իդեպ հիմա ուղղակի չկա, արևմուտքը իհարկե հանդես կգա ընդհանուր դիրքորոշման, որտեղ այս տարիների ընթացքում Էրդողանը ըստ էության ոչ միայն արևմուտք Միացյալ Նահանգներին, հա, այսպես դեմ կատարեց որոշակի գործողություններ, այլ նաև դա ընդգրկեց նաև խոշոր եվրոպական երկրներ, նույն Ֆրանսիայի նկատմամբ, նույն Գերմանիայի նկատմամբ եւ այլն։ Բայց այստեղ ես ուղղակի կուզեմ մի կարևոր հանգամանք նշել, որ որքան էլ որ Էրդողանը անում է նման հայտարարություններ, ըստ էության նա կարմիր գծերը չի խախտում եւ սա ընկալվում է այդ երկրների ղեկավարների կողմից։ Համենայն դեպս մինչեւ այս պահը ուրեմն ընկալվել, այսինքն նա կարող է խոսել, կարող է այսպես ոցաշունչ ելույթներ ունենալ, օրինակ նրա վերջին ելույթը չէ, երբ որ Միացյալ Նահանգներին այդպես արևմուտքին ավելի շուտ մեղադրեց Խաչի ու Մահիկի միջև պատերազմի այսպես հրահրմամբ, որը ընդհանրապես պոպուլիստական ըստ էության ելույթ էր
եւ դա իր մեջ փաստացի հիմքեր չի պարունակում։ Տեսեք, փաստացին կլինի այն դեպքում, երբ որ օրինակ նա հրաժարվի թույլ տալ իր տարածքով Իսրայելին մատակարարել օրինակ նավթ կամ մյուս ուրեմն ապրանքները, որը Իսրայելը իր առևտրի մի բավականին մեծ չափաբաժին իրականացնում է Թուրքիայի տարածքով։ Այսինքն դրանք խոսակցություններ են եւ իրական ինստիտուցիոնալ հակարևմտյան քայլ առայժմ Էրդողանը չի կատարել։ Այստեղ ես կուզեմ նշեմ նաև մի կարևոր հանգամանք, որ ստեյցիան մենք շատ ենք այստեղ կենտրոնացել մերձավոր արևելյան իրադարձությունների հետ կապված Թուրքիայի վրա, որտեղ Էրդողանը անում է ինչ-որ այսպես հայտարարություններ, բայց իրականում այնտեղ կան ուրիշ այլ երկրներ, արաբական երկրներից, օրինակ Եգիպտոսը, որի շուրջ զարգացումները շատ ավելի հետաքրքիր են եւ ըստ էության այստեղ կարող են Հավանական է, որ այստեղ ինչ-որ նոր գործընթացներ կնախաձեռնվեն, քան թե Թուրքիայում։ Առայժմ իմ կարծիքով արևմուտքին անհրաժեշտ է կայուն Թուրքիա ունենալ։ Շնորհակալ եմ Տիկին Մինասյան, համակողմանի ներկայացնելու իրավիճակը տարածաշրջանում նկատի ունեմ Մերձավոր Արևելյան ռեգիոնում։ Շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Մեր հեռուստադիտողներին ես հիշեցնեմ ուղիղ տեսակապով մեզ հետ զրուցեց թուրքագետ Նելի Մինասյանը։ Մերձավոր Արևելյան պայթյունի ֆոնին Ալիևը Արցախի էթնիկ զտումից հետո նոյեմբերի 8-ին վաղը Ստեփանակերտի վերածննդի հրապարակում շքերթի է պատրաստվում։ Տեղական ադրբեջանական լրատվամիջոցները շռնդալից անոնսում են, թե զորահանդեսից հետո Շուշիից հրավառություն է լինելու։ Բաքվի լրատվամիջոցները հայտնում են նաև, որ Ստեփանակերտում ցուցադրվելու է Արցախի պաշտպանության բանակի ռազմավարը, որը պնդում էր Արցախի նախագահը, հանձնել են Ռուսաստանին։ Ես նաև տեղյակ եմ, որ կան բազմաթիվ հարցադրումներ, թե ինչու սպառազինությունը հանձնվել է եւ թողնվել է Արցախում։ Ասում էին, որ ռուսական կողմի միջնորդությամբ հանձնվել է Ադրբեջանի եւ ինչու չի տեղափոխվել Հայաստան։ Կար այդպիսի հնարավորություն կամ այդպիսի հնարավորությունը մենք կորցրել ենք ադրբեջանական կողմից հսկիչ անցագրային կետի տեղադրումից հետո եւ բարձր որ մենք ծանր տեխնիկայով չենք կարող դուրս գայինք Արցախից։ Բանակի տեխնիկան եւ սպառազինությունը հանձնել ենք ռուսական կողմին հետագա ուտիլիզացիայի համար։ Դա պիտի ոչնչացվի ըստ պայմանավորվածության։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը հայտարարում է, թե չնայած կան ուժեր, որոնք Հայաստանը փորձում են դարձնել արևմուտքի գործիք ընդդեմ Ռուսաստանի, այդուհանդերձ ինքը համոզված է, որ հայ ժողովրդի գերակշռող մեծամասնությունը շարունակում է լինել հայ եւ ռուս ժողովուրդների ջերմ բարեկամության կողմնակից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հաղորդում է, որ փոփոխվել է Արցախում ռուսական խաղապահ ռակելության տեղակայման վայրի արձանագրումը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ամփոփագրերում նշվում է ոչ թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, այլ Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջան։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության այդ փոփոխությունից զարմանալ պետք չէ, եթե օրինակ Հայաստանի վարչապետը Վրաստանում տեղի ունեցած համաժողովում ներկայացնելով խաղաղության խաչմերուկի գաղափարը անմեդամի քարտեզով, որտեղ Ադրբեջանի տարածքում չկա նախկին լղիմ ուրվագիծը։ Ռուսաստանն իր քայլերն արդարացնում է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերին գնացել է Պրահա եւ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը ներառյալ։ Որքանով է անկեղծ Մոսկվան, եթե հաշվի առնենք մի կարևոր իրադարձություն։ 2021 թվականի օգոստոսին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսաստանյան բեռնափոխադրող ընկերություններին տալիս էր Լեռնային Ղարաբաղին առնչվող տնտեսական խորհուրդներ, մեջբերում եմ։ Այնտեղ այժմ ակտիվ աշխատանք է ընթանում ենթակառուցվածքների, ավտոճանապարհների վերականգնման ուղղությամբ, ուստի խնդրում ենք ուշադիր լինել այդ հեռանկարային տարածքի նկատմամբ, այն ըստիս կունենա ակնհայտ տնտեսական օգուտ, հայտարարում էր Ռուսաստանի արտգործնախարարը։ Սերգեյ Լավրովի նման բազմափորձ հմուտ դիվանագետը, որը 2004 թվականից ղեկավարում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, դեռևս փաստացի 2021 թվականից էր գծում այն տնտեսական հեռանկարը, որին պատրաստվելու խորհուրդ էր տալիս ռուսաստանյան բեռնափոխադրողներին, ըստ էության Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջանում գործունեություն ծավալելու համար։ Այս ֆոնին Հայաստանում մեծ քննարկումների առարկա է դարձել հարցը, թե արդյոք Արցախի պետական ինստիտուտները պետք է պահպանվեն Հայաստանում եւ շարունակեն գործել, թե ոչ, եւ այս եւ այլ թեմաներ քննարկել եմ այս պահին քաղաքագետ
Հարություն Մկրտչյանի հետ։ Հարություն, ողջույն, շնորհակալ եմ մեզ միանալու այս հնարավորության համար։ Շատ կարևոր թեմաներ ունենք միասին քննարկելու, սկսենք նրանից, որ ըստ էության Հայաստանը այստեղ կարծես թե զգուշություն է փորձում ցուցաբերել Ադրբեջանին, ինչպես ասում են, ագրեսիայի միջազգային որևէ լեգիտիմություն չտալու համար եւ մասնավորապես Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Մարուքյանը օրերս հայտարարում էր, որ Հայաստանում Արցախի ոչ մի ինստիտուտ չի գործելու եւ դա ազգային անվտանգության հարց է։ Դուք այս հարցի վերաբերյալ ինչպիսի տեսակետ ունեք։ Շնորհակալ եմ հրավերի եւ հնարավորության համար։ Այս թեմայի շուրջ կարծեմ, եթե չեմ սխալվում, հենց ձեր տաղավարում եմ խոսել, Շահրամանյան, Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներ բախման, հանդիպման ժամանակ, երբ որ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները իրավացիորեն հարցեր էին բարձրացնում։ Եվ մեր մամուլն էլ շարունակաբար Արցախի, չգիտեմ, նրան նախագահ անվանեմ, նախկին նախագահ, իրականում նախկին նախագահ Սամվել Շահրամանյանին շարունակաբար կոչում էին նախագահ եւ ինքն էլ Երևանում շրջում էր նախագահի, այսպես նախագահային հարիր ուղեկցությամբ, ավտոշարասյունով։ Ես ասել եմ, որ պետության մեջ պետություն թույլ տալ չենք կարող։ Եվ սրա դեմը պետք է հենց սկզբից առնվի։ Այո, շատ ճիշտ խոսակցություն է բացվել, այդ խոսակցությունը ինքնին ես կարծում եմ տեղել չունի քննարկման, աներկբա է, որ Հայաստանի Հանրապետությունում կա մեկ իշխանություն եւ որևէ այլ իշխանություն կամ որևէ այլ երրորդ պետության կորուսյալ իշխանություններ եւ կառավարություններ Հայաստանի Հանրապետությունում չեն կարող ուղղակի գործել։ Գաղափար կար, որը փորձագետներից մի քանիսն էին առաջարկում, օրինակ այդ այսպես կոչված վտարանդի կառավարությունը կարող էր ձևավորվել օրինակ երրորդ երկրում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Կիպրոսում եւ այլն։ Այս տեսակետը ձեզ հուշում է, որ ընդհանրապես կա խնդրեմ, կա խնդիր, որին պետք է լուծում տալ, թե ձեզ այդ խնդիրը խնդրեմ այլևս չկա Արցախի անկումից հետո ըստ էության։ Տեսեք, ես ասել եմ, նախ պետք է հասկանանք շատ կարճաժամկետ ժամանակահատվածում արցախցիներին ինչ է առաջարկվում եւ մենք մեր մասով որպես Հայաստանի Հանրապետություն ինչ ենք անում, որ առաջին հերթին Արցախի մեր հայրենակիցները երաշխիքներ ունենան վերադառնալու իրենց հայրենիք, իրենց բնորան։ Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, այն տեսակետին, որ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է ամեն ինչ անեն վերադառնալու իրենց հայրենիք։ Իսկ այդ ընթացքում, քանի դեռ նրանց համար այդ պայմանները ապահովված չի, Հայաստանի Հանրապետությունը նրանց շնորհել է, կարծես թե արդեն դե ֆակտո, ոչ դե յուրե, դե ֆակտո շնորհել է կարգավիճակ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարծում եմ չեն ստանում 100,000-ական դրամներ, կոմունալ փոխհատուցումներ, տնտեսական, սոցիալական առումով Հայաստանի Հանրապետությունը կանգնած է մեր Արցախի քույրերի եւ եղբայրների կողքին, բայց մյուս մասով դիվանագիտական ճակատում պետք է ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք արցախցիների համար երաշխիքներ ապահովել եւ նրանց հետ վերադարձ ապահովել Լեռնային Ղարաբաղ։ Այս սրա մասին որևէ մեկը չի խոսում, չգիտես ինչու, եւ սա իմ կարծիքով ամենակարևոր հարցն է, օրակարգային հարցն է, որևէ երրորդ, չորրորդ պետություններում պետք չէ կառավարություններ ունենալ, վտարանդի կառավարություն ստեղծել, դրանով նաեւ ինչ որտեղ անվտանգային խնդիրներ առաջացնել այդ պետությունների համար, տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության, այլ պետք է մտածել, ուղիներ փնտրել, թե ինչպես անել, որ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները վերադառնան իրենց։ Տեսեք, թվում էր կամ տպավորություն կար, որ Արցախի ազգային ժողովի падգամավորները համենայն դեպս այդ թեման, որպես այդպիսին օրակարգային կքննարկեն, բայց մենք ինչ ենք տեսնում, որ նման հայտարարությունների պատասխան, օրինակ Արցախի падգամավորներից Մետաքսե Հակոբյանը արձագանքում է որևէ մարմին, մարդ չկա, որն ունի իրավունք լուծարելու Արցախի Հանրապետության ազգային ժողովը, այժմ կարող է ինքնալուծարվել, որը տեղի չի ունեցել, չի ունենում եւ չի էլ ունենալու անկախ իր տեղակայման վայրից։ Արցախի այժմ գործելու անկախ նրանից, որ դա որևէ մեկին դուր գալիս է, թե չի գալիս։ Տիկին Մետաքսե Հակոբյանը կարծում եմ հետպատերազմյան հոգեկան ծանր իրավիճակում է գտնվում եւ առնվազն լավ չի պատկերացնում իրավիճակը։ Ես ուզում եմ նրան հիշեցնել, որ ինքն այն падգամավորներից էր, ով ընտրեց Սամվել Շահրամանյանին որպես Արցախի նախագահ։ Եվ
Սամվել Շահրամանյանն էլ այն նախագահն էր, որը լուծարեց Արցախի հանրապետությունը։ Իհարկե հիմա քննարկում է գնում ունի այդ իրավունքը, չունի այդ իրավունքը Արցախի նախագահը, բայց գիտեք, հարգելի արցախցիներ, ես ուզում եմ արցախցիներին հիմա դիմել։ Այդ հարցերը հիմա Երևանում պետք չէր տալ, եթե ունեիք հարցեր Շահրամանյանին պիտի լուծարվի, պիտի չլուծարվի, պիտի ինքնապաշտպանվի, թե չպաշտպանվի, այդ հարցերը պիտի տայիք Լեռնային Ղարաբաղի տարածքում, քանի դեռ չեք տվել այդ հարցերը ու ընտրել եք Լեռնային Ղարաբաղի տարածքից դուրս գալու ճանապարհը, ապա կարծես թե Սամվել Շահրամանյանի հրամանագիրը ի կատար է ածվել։ Հիմա Շահրամանյանն էլ չէ, քննարկումների ժամանակ իր հրապարակային խոսքում պնդում է, որ որևէ մեկը տեսել է այդ փաստաթուղթը, փորձում է խուսափել այդ պատասխանատվությունից, կարծես այդպիսի բան չի եղել։ Այնինչ նորից եմ կրկնում, Սամվել Շահրամանյանը այդ հայտարարությունը հրամանագիրը ստորագրելուց հետո Երևանում շրջել է նախագահական շարասյունով, ունեցել է ժամանակ եւ որևէ մի զանգվածային լրատվամիջոցի հարցազրույցի միջոցով չի հերքել, որ չկա այդպիսի փաստաթուղթ։ Երբ որ արցախցիները գնացին ու պատին դեմ տվեցին ու հարցեր ու պատասխաններ պահանջեցին Սամվել Շահրամանյանից, այստեղ նա փորձում է ճողոպրել։ Սա է իրականությունը։ Պարոն Կրչյան, նոյեմբերի 8-ին Ալիևը Ստեփանակերտի հրապարակում այսպես շքերթ է անելու եւ ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ վաղ Ալիևը որպես ռազմավար ցուցադրելու է պաշտպանության բանակի սպառազինությունը, իսկ նույն Շահրամանյանը վստահեցնում էր, որ այն ռուսական կողմին է հանձնվել։ Եթե հավատանք ադրբեջանական այդ հրապարակումներին, ստացվում է արդյոք, որ նոյեմբերի 8-ին Ստեփանակերտի վերածննդի հրապարակում մենք ականատես ենք լինելու ռուս-ադրբեջանական զորահանդեսի։ Չգիտեմ, մենք ականատես կլինենք ռուս-ադրբեջանական զորահանդեսի թե ոչ, սակայն ակնհայտ է մի ճշմարտություն, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը տիրապետելով միլիոնավոր դոլարների զենքի, այդ զենքը առանց երաշխիքներ ստանալու հանձնել է իբրև թե ռուսներին, բայց իրականում ադրբեջանցիներին։ Ես ուզում եմ մեր հայրենակիցներին այստեղ այս հարցին մեծ հաշվով պատասխանելու բան չկա, ռուս-ադրբեջանա-թուրքական եռանկյունին արդեն տարիներ շարունակ մեր դեմ է գործում, դա ապացուցված է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքացիները դրա մասին գիտեն, նրանք էլ իրականում հոգնել են։ Ես իրականում ուզեի մեր հանրությանը խնդրանքով, հորդորով, կոչով դիմել, իրականում Բաքվի բռնապետը այս զորահանդեսի ժամանակ փորձելու է նվաստացնել մեր հայ տեսակը, դրանից բխող հետևանքներով, իրականում ցավալի տեսարանների ենք մենք ականատես լինելու, սառը գլխով պետք է տեսարաններին մոտենալ, դատել եւ հետևություններ անել, ամենակարևորը հետևություններ անել։ Ասել եմ ու նորից եմ կրկնում, Լեռնային Ղարաբաղի կորուստը մեզ համար պետք է լինի սթափեցնող ապտակ։ Մենք պետք է կարողանանք հետ նայել, սխալների վրա սովորել ու իրականում մեր պետությունը շենացնել ու հզորացնել։ Սա է, այլ ընտրանք չկա, այլ ճանապարհ չկա։ Պարոն Կրչյան, ըստ որոշ գնահատականների ըստ էության Արցախը հայաթափելու գինը ռուս խաղապահների թեկուզ շատ քիչ թվով ներկայություն ու մնալն է Ադրբեջանում։ Այս առումով դուք ևս հակված եք մտածելու, մանավանդ հաշվի առնենք նախորդող այն զարգացումները, երբ որ հայտարարվեց, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը առանց Հայաստանի մասնակցության քննարկում են խաղապահների ժամկետի երկարաձգման հարցերը։ Այս առումով ինչ ունեք ասելու։ Որևէ բան իրականում չկա ասելու, սա իրականում այս երկու պետությունները, Ռուսաստանի Դաշնությունն ու Ադրբեջանը, արդեն 1 տարուց ավել դաշնակցային պայմանագիր ունեն, այս պայմանագրի շրջանակում գուցե պաշտոնական Բաքուն որոշի, որ իր սուվերեն տարածքում կարող է տեղակայել ռուսական զորքեր, դա իրենց ներքին խնդիրն է, իրենց երկուսի խնդիրն է, թող իրենք որոշեն։ Իսկ ինչ վերաբերում է խաղաղապահ անունը կամ այնտեղ նրանց խաղաղապահ գործառույթը, չկա այդ գործառույթը այլևս։ Չկա, նոյեմբերի 9-ի փաստաթղթով այնտեղ պետք է լիներ բնակչություն հայ բնակչություն չկա, իրականում տարածքը էթնիկ զտումների միջոցով դատարկվել է, հայաթափվել է։ Այստեղ երկկողմանի ռուս-ադրբեջանական խնդիր է, սա նրանք թող իրենք որոշեն։
կորոշեն ռուսական Բայց մեզ պետք է հետաքրքրի, թե ռուս խաղապահները ինչու են մնացել Արցախում, որովհետև հասկանալի է, որ դա արտաքին քաղաքական անվտանգային առումով մեր անվտանգային համակարգին հուզող, գուցե նաև խնդիրներ առաջացնող հարցերից մեկն է։ Ի վերջո պետք է հասկանալ ռուսները ինչու են շարունակում մնալ Արցախում եւ դրա քաղաքական գինը մեզ համար ինչ հետևանքներ է ունենալու։ Թեպետ առաջին հետևանքը մենք ունեցանք Արցախի էթնիկ զտում։ Թույլ տվեք ձեր հարցին պատասխանել մի փոքր շեղվելով ձեր բուն հարցից։ Տեսեք, Ռուսաստանի Դաշնությունը եւ Ադրբեջանը անընդհատ հղում են կատարում նոյեմբերի 9-ի փաստաթղթին եւ նոյեմբերի 9-ի փաստաթղթի կոնկրետ 9-րդ կետին եւ նշում է, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է իր սուվերեն տարածքով ճանապարհ տալ եւ դեռ մի բան էլ այդ ճանապարհի վերահսկողությունը տալ ռուսներին, ռուսական FSB զորքերին։ Լավագույն առիթներից մեկն է, եթե կշարունակեն այս զույգը, ռուս-ադրբեջանական զույգը, կշարունակի թմբկահարել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունը ունի բոլոր լեգիտիմ իրավունքներն ու հնարավորությունը, որպեսզի դուրս գա նոյեմբերի 9-ի փաստաթղթի պարտավորություններից։ Այն պարտավորություններից իրականում, որոնց մեծամասնությունը Հայաստանի Հանրապետությունը 100 պատշաճի կատարել է, ի տարբերություն ադրբեջանական կողմի, ի տարբերություն ռուսական կողմի։ Այստեղ հայկական կողմը կարող է նաև շահել, հայկական կողմը կարող է նաև այսքան իրենց կողմից դրոշակ դարձված նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը նաև վիժեցնել, այլևս պաշտոնական մակարդակում, դուրս գալով նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների շրջանակից։ Դա պաշտոնական մակարդակով հայտարարելը ինչ է փոխում իրավիճակում, եթե գետնի վրա գոյություն ունի նոյեմբերի 9-ին։ Ներողություն եմ խնդրում, ինչու եմ ես նոյեմբերի 9-ին հղում անում, որովհետև նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ գրված է, որ կողմերից յուրաքանչյուրը, Հայաստանը եւ Ադրբեջանը, 6 ամսյա ժամկետում, 6 ամիս առաջ կարող են տեղեկացնել ռուսներին եւ դուրս հրավիրել։ Հիմա հայկական կողմը կարող է օգտվել իր այդ իրավունքից կամ առհասարակ դուրս գալ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունից եւ թողնել խնդիրը ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների տիրույթում։ Դա կարող է ինչ-որ առումով, եթե տեսականորեն նայենք Ադրբեջանի համար դառնալ շանտաժի կամ հարձակման հերթական առիթը, ինչի մասին շատ են խոսում փորձագետները։ Եվ բացի այդ, այստեղ քննարկվում է, պարոն Մկրտչյան, նաև հարցը, թե դա հրապարակավ հայտարարելու իմաստը որն է, եթե իրականում ռեալ գետնի վրա այդ համաձայնագիրը կամ հայտարարությունը չի գործում։ Հիմա Հայաստանը ոտքի կանգնի հրապարակավ հայտարարի դրանից ինչ է փոխվում։ Էությունը չի փոխվում։ Տեսեք, իրականում այսպես թե այնպես էությունը չի փոխվում, փողի վրա իրավիճակը այնպեսին է, ինչպեսին կա։ Չկա Լաչինի միջանցք, չկա Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայ բնակչություն, չկա շփման գիծ, չկա այլևս կարծես թե Շահրամանյանի հրամանով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, կան տարածքում տեղակայված ինչ-որ ռուսական խմբեր փոքրիկ եւ կարծես թե զինաթափված կամ առնվազն չզինված այնպես ինչպես որ պետք էր փողի վրա այսպես թե այնպես իրավիճակը այնպեսին է ինչպեսին կա եւ բնավ չի բխում մեր շահերից այդ իրավիճակը իսկ զուգահեռ իրականության մեջ երբ որ տարբեր մերձ մոսկովյան հարթակներում այսպես ասեմ քննարկվում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրը այս զույգը, սրանց է միանում նաև Թուրքիան, պահանջում են Հայաստանի Հանրապետությունից կատարել նոյեմբերի 9-ի պայմանավորվածության 9-րդ կետը։ Ես ասեցի ինչ կտա, մենք դուրս կգանք նոյեմբերի 9-ի փաստաթղթից, այդ թվում նաև Չարաբաստիկ 9-րդ կետի պարտավորվածությունների տակից։ Իմ հարց հետևյալի մասին էր, արդյոք կտանք ճակերտներով ասած իրավունք Ադրբեջանին այն իր վաղեմի վերջին շրջանում հատկապես հրված նպատակը ռազմական առումով լուծել այդ հարցը, ինչի ռիսկը այսօր կախված է։ Ես նոյեմբերի 9-ի փաստաթղթի պայմանավորվածությունների շրջանակից դուրս գալը Ադրբեջանի Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժման հետ չի կապի իրականում։ Ադրբեջանի Հանրապետությունը հիմա այսպես փորձում է միջազգային հանրության տրամադրությունները ստուգել, ինչ որ առումով ես չեմ բացառում նաև լոկալ փոքրիկ բախումը մի քանի ժամյա, դա կստուգի նախ միջազգային հանրության վերաբերմունք այդ գործողություններին, եթե ատամը կտրի,
գնալու է սրան։ Մենք սրան իսկով ասած, որ մենք պիտի պատրաստ չլինենք կամ մենք պիտի միշտ պատրաստ չլինենք։ Գիտեք, ադրբեջանական կողմը անթաքույց ներկայացրել է բազմիցս իր դիրքորոշումը տարածաշրջանային խնդիրների լուծման շուրջ։ Անթաքույց։ Սա ենթադրում է իրենից այդ թվում նաև ռազմական լուծում։ Մենք պետք է պատրաստ լինենք սրան յուրաքանչյուր պահի եւ պետք չէ մեր արտաքին քաղաքական ուղումներն ու շտկումները կապել Բաքվի ներխուժման հետ։ Դրա մասին են խոսում արևմտյան լրատվամիջոցները եւ որևէ մեկը տեսեք այնտեղ չի կապում նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարծես թե Ադրբեջանը ուժային, բիրտ, կոպիտ, լկտի միջոցներով, այդ թվում նաև միջազգային հանրության աչքերի առաջ, իհարկե Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կոպիտ սխալների արդյունքում նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ալիևը այդ ճանապարհով, այդ լկտի միջոցներով կարծես թե լուծել։ Սա էլ է իրականությունը եւ սրանից էլ պետք չէ փախչել։ Մի շատ կարևոր դիտարկում, պարոն Մկրտչյան, ձեր թույլտվությամբ, այստեղ շատ է խոսվում այն մասին, թե Արցախի հարցը այլևս փակված է, Ալիևն է այդ մասին շատ խոսում եւ այլն, բայց միջազգային դերակատարների կողմից հնչող հայտարարությունները կարծես թե ուղիղ տեքստով Ադրբեջանին եւ մասնավորապես Ալիևին ասում են, որ Արցախի հարցը փակված չէ։ Ես վերջին արմենթարմ իրադարձությունն եմ ուզում մեջ բերել, Գերմանիայի արտգործնախարար Բերբոկը, երբ որ Ալիևի եւ ընդհանրապես Բայրամովի հետ հանդիպում էր Ադրբեջանում, նա պատահական չօգտագործեց հայկական տեղանուններ Շուշի, Ստեփանակերտ եւ այլն, ըստ էության դա մեկնաբանվեց, որ սա Գերմանիայի այն մեսիջն էր Ադրբեջանին, որ կա Արցախայության վերադարձի իրավունքների, անվտանգության ապահովման եւ պաշտպանության հարցեր, որի մասին շատ ավելի վաղ Օլաֆ Շոլցը հայտարարում էր, թե դա տարածքային ամբողջականությանը հավասարազոր, այսպես ասած, իրավունք է եւ պետք է երաշխավորվի։ Այս առումով ընկալումները ըստ ձեզ ինչպիսին են։ Ես իզուր չէր որ ասեցի, մենք խոսում ենք ամեն ինչից, բացի Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների իրենց տուն վերադառնալու հեռանկարից։ Այս շրջանում բոլորը կարծես թե խոսում են ամեն ինչից, բացի վերադարձի ուղիներ փնտրելուց։ Տեսեք, դուք ինքներդ ձեր հարցի մեջ նաև նշեցիք, որ կան միջազգային նախադրյալներ դրա համար։ Իրականում Շոլց-Ալիև հարաբերությունները այլևս հարթակ է, այնտեղ Շոլցը բացահայտ նաև հայտարարեց, որ Իլհամ Ալիևը տվել էր խոստում, որ չի հարձակվելու Լեռնային Ղարաբաղի վրա եւ ուժային ճանապարհով այդ խնդիրը լուծում չի ստանալու եւ խաբել է այստեղ նաև Շոլցին Ալիևը կարծես։ Ճնշումը գնալու մեծանալու է Բաքվի վրա, սակայն չգիտես ինչու հայկական կողմը այդ ֆոնին է նաև Ալիևի նոյեմբերի 9-ին Ստեփանակերտում, Շուչիում այդ հրավառության, չգիտեմ, զորահանդեսի անցկացումը այդ ֆոնին է։ Բորբոքելու այստեղ կրքեր, շեղելու բուն խնդրից եւ վերջնականորեն փակելու Լեռնային Ղարաբաղի հարցը։ Բայց Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները նաեւ սրան պետք է հետամուտ լինեն, որ անընդհատ պետք է հարցը բարձրացվի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության, խաղաղ բնակչության վերադարձի հարցը միշտ պետք է բաց մնա։ Միշտ պետք է մահակ դարձնենք մեր ձեռքին, որ Ադրբեջանը Իլհամ Ալիևի կառավարման օրոք եւ Իլհամ Ալիևի գլխավորությամբ էթնիկ զտումների միջոցով բռնի տեղահանեց 100,000 հայ։ Բայց մենք այս ամեն ինչը թողել ենք Հայաստանի Հանրապետության ներսում, քննարկում ենք Լեռնային Ղարաբաղի վտարանդի կառավարության լինել չլինելու հարցը անիմաստ է։ Իրականում պատճառը թողած եւս մեկ անգամ ընկել ենք հետևանքների հետևից, այնիշ պետք է գնալ եւ պատճառը գտնել ու բուժել։ Լուծում գտնել։ Պարոն Մկրտչյան, եւս մեկ թեմայի կամ հայտարարության անդրադառնանք, Լավրովն է հայտարարություն արել, թե չնայած կան ուժեր, որոնք Հայաստանը փորձում են դարձնել արևմուտքի գործիք ընդդեմ Ռուսաստանի, այդուհանդերձ ինքը համոզված է, որ հայ ժողովրդի գերակշռող մեծամասնությունը շարունակում է լինել հայ եւ ռուս ժողովուրդների ջերմ բարեկամության կողմնակից։ Ընդհանրապես այդ բարեկամության վտանգողը առաջին հերթին արդյոք հենց Ռուսաստանի ներկայիս իշխող համակարգը չէ, որի մասին կարծես թե Լավրովը որևէ կերպ չի ուզում այսպես խոսել կամ անդրադառնալ կամ ընդունել այդ խնդիրը։ Ըստ ձեզ, հայ եւ ռուս ժողովուրդների ջերմ բարեկամության կողմնակից է արդյոք Ռուսաստանի ներկայիս իշխող վերնախավը, եթե հաշվի առնենք այն քաղաքականությունը հակահայ, որը վարում է Ռուսաստանը։ Միանշանակ ոչ,
Ռուսաստանի Դաշնության իշխանությունների վերջին տարիների, իսկ այդ վերջին տարիները ասելով ես նկատի չունեմ, միայն 2018-ից հետո, այդ 2010-2009 թվականից սկսած Ռուսաստանի Դաշնությունը միտումնավոր տարածաշրջանում խախտեց ռազմական բալանսը, վաճառելով Ադրբեջանին հարձակողական զենքի մեծ խմբաքանակ։ Այստեղ է Ռուսաստանի Դաշնությունը դավաճանել եւ սեփ խրել հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության մեջ։ Եթե մենք կենցաղային մակարդակի վրա իջնենք, ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ հայ եւ ռուս ժողովուրդների հասարակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների միջև բարեկամությունը կա, եղել է եւ կլինի, որովհետեւ իրականում շատ խորը կապերով ենք մենք կապված, բայց սա բերել եւ լղոզել միջպետական հարաբերությունների մեջ ու փորձել քննարկման առարկա դարձնել կամ դիվիդենդներ շահել սրա վրա, սա ինչ ասեմ, սա կամելիոնական եւ ջայլամային քաղաքականության դրսևորում է, տիպիկ դրսևորում է, շուրջը չտեսնել ինչ է կատարվում եւ ժողովուրդներին բերել ու իրականում իրենց հայտարարությամբ նաեւ նա կարող է վտանգավոր գործողությունների ընթացք տալ, կարող է իրականում հենց սեփ խրել հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության մեջ։ Լավրովին եւ Ռուսաստանի Դաշնության առհասարակ իշխանություններին խորհուրդ կտամ ժողովուրդների բարեկամությունն ու կապերը չբերել եւ միջպետական հարաբերությունների օրակարգի քննարկման առարկա չդարձնել։ Ռուսաստանի Դաշնությունը այստեղ տեսեք իր սնանկությունն ու քաղաքական մերկությունն է ցույց դնում, որ այլևս չկան գործիքներ Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ, Հայաստանի Հանրապետության հետ խոսելու եւ դաշնակցային դիրքերից խոսելու, պարտավորվածությունների կատարման դիրքերից խոսելու, բերել կենցաղային մակարդակի հարաբերությունները, կապերը, իրավամբ կապերը փորձում է միջպետական հարաբերությունների կարգավորման ինչ որ լուսավոր երանգ այսպես ցուցադրել, հա, իբրև լուսավոր կետ մեր հարաբերությունների մեջ։ Իրականում հարաբերությունները խայտառակ վատ վիճակում են հայ-ռուսական ու դրա պատասխանատուն Ռուսաստանի Դաշնությունը։ Ամենայն պատասխանատվությամբ ես կարող եմ հայտարարել Հայաստանի Հանրապետությունը անկեղծ քաղաքականություն է վարել իր դաշնակցի հետ եւ խնդիրները թող խնդրեն իրենց մեջ։ Իսկ թե կա այդ բարեկամությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական արտաքին քաղաքական առումով թե ոչ, ես համոզված եմ ռուսական մամուլը կցնցվի նոյեմբերի 8-ից 11-ի շրջակայքում, երբ որ կարևորագույն հանդիպումներ կլինեն նաև Եվրոպայի սրտում, Բրյուսելում, ուստի սպասենք նորությունների եւ Լավրովները հաստատ տխրելու են։ Շնորհակալ եմ պարոն Մկրտչյան մեզ միանալու այս հնարավորության համար եւ նաեւ կարեւոր արձանագրումների։ Իսկ այս հատվածում կարծում եմ ճիշտ ժամանակն է, որպեսզի ամփոփենք ամենաթարմ լուրերը, կարևոր իրադարձությունները եւ դրանցից առաջինը թերևս այն է, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի այսօր ներողություն վաղը նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների Անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը։ Այս մասին Armen Press-ին հենց ասել է Անվտանգության խորհրդի գրասենյակը։ Շարունակելով իրադարձությունների թեման վերջին զարգացումների Ալմավիրի մարզի Մարգարա մաքսային կետի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին, Պետեկամուտների կոմիտեից հայտնում են, թե այս պահին իրականացնում են ներքին հարդարման, ինժեներական կոմունիկացիաների մոնտաժման եւ բարեկարգման աշխատանքներ։ Այս տեղեկությունը ուշագրավ է այն ֆոնին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ արտգործնախարար Միրզոյանը օրերս խորհրդանում հայտարարեցին, թե իրենք հույս ունեն, որ առաջիկայում հայ-թուրքական սահմանը կբացվի դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների կամ երրորդ երկրի քաղաքացիների համար։ Եվրոպայի խորհրդարանական վեաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլունեն եւ Բորյան Աբերգն ժամանել են Հայաստան։ Նրանք կհանդիպեն վարչապետի, արդարադատության եւ ներքին գործերի